Ծիածան գյուղում այս օրերին ծաղիկ չեն վաճառում, այստեղ ծաղիկ են ոչնչացնում։ Ջերմոցներում ամիսներով խնամված, արտանման պատրաստ հազարավոր ծաղիկներ այսօր մնացել են պահեստներում ու շարքերի վրա առանց գնորդի։ Մի մասն արդեն փչացել է, մյուս մասը գյուղացիներն իրենք են կոտրում, որոշներն էլ այրում։ Պատճառը Ռուսաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման ժամանակավոր կասեցումն է, որը գործում է մայիսի 22-ից։ Պաշտոնական բացատրությամբ խոսքը հայտնաբերված խախտումների մասին է։ Ռուս մասնագետներն արդեն ստուգումներ են իրականացրել հայկական ջերմոցային տնտեսություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ։ Ստուգումներն ավարտվել են, բայց դրանց արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Միշտ պաշտոնական եզրակացություններն ուշանում է, ծիածանում մարդիկ արդեն հաշվարկում են վնասը, ոչ թե թղթի վրա, այլ իրենց աչքի առաջ։ Տարիներ շարունակ ռուսական շուկայի համար արտադրած գյուղացիներն այսօր կանգնած են փակ դռան առաջ։ Նրանց խոսքով, արտահանման ենթակա ծաղիկների մեծ մասն այլևս իրացման հնարավորություն չունի, իսկ տեղական շուկան պարզապես ի վիճակի չէ կլանել այդ ծավալը։ 70%-ը դուրս էին խրգում են, 30%-ը ստեղու շուկայում ռեալիզացիա կարում էր անել են։ Այս իրավիճակում ծաղիկը վերածվել է վնասի, իսկ վնասը հուսահատության։ Գյուղացիները թերհարված են նաև եվրոպական շուկա դուրս գալու հնարավորության հարցում։ Պատճառները շատ են, սկսած լոգիստիկայից մինչև որակի խիստ չափանիշներ։ Բացի այդ, ծաղիկների սերմերն ու տնկանյութը հիմնականում հենց Եվրոպայից են ներմուծվում, բայց եվրոպական շուկա մտնելը նրանց խոսքով գրեթե անհնար է։ Ամեն մի էստերի վրա 100 դեֆեկտ են ասելու։ Այս ընտիր առող ծաղկի վրա 100 դեֆեկտ են ասելու։ Եվրոպա կանանք մենք ուղարկենք։ Ու մինչ քննարկվում են ստուգումների արդյունքները, սահմանային սահմանափակումները եւ շուկաների հնարավոր դիվերսիֆիկացումը, ծիածանի ջերմոցներում ծաղիկներն այրվում են։ Այրվում են ամիսների աշխատանքը, վարկով արված ներդրումները, ընտանիքների եկամուտները եւ մարդկանց հավատը, որ իրենց աճեցրածը մի օր շուկա կհասնի։ Ծիածանում այսօր կիրակի մեջ հայտնվել են ոչ միայն ծաղիկներն, այլև գյուղացու սպասումն ու ապրուստը։